Ընդհանրապես հանրային պաշտպանի կամ հանրային պաշտպանության խնդիրը կարծես դարձել է փաստաբանության ոլորտի, այսպես ասած, տևական եւ մշտական այն ցավոտ կողմը եւ նաեւ փաստաբանների պալատի, որը ոչ մի կերպ կարծես լուծում չի ստանում։ Տարիներ շարունակ հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը ավելանում է ու կայուն ավելանում է։ Վերջին նաև ավելացման հիմնական պատճառները քրեական դատավարությունում կատարված փոփոխություններն էին եւ որտեղ ավելի պաշտպանությունը, այսինքն փաստաբանների պաշտպանի ներգրավվածությունը ավելի այսպես լայն ընդարձակվեց եւ նաեւ պարտադիրությունը շատ ավելի դեպքերում ընդգծվեց եւ որի պատճառով շեշտակի ավելացավ արդեն նախկինում կայուն աճը արդեն վերջին տարիներին շեշտակի ավելացավ եւ դրան զուգահեռ ինչն է խնդիրը որ մենք ավելացնում ենք բեռը հանրային պաշտպանի գրասենյակի սակայն պետությունը բավարար միջոցներ, այսինքն այդ աճին համամասնորեն հաստիկ կամ ռեսուրս չի տրամադրում հանրային պաշտպանության համար եւ սա գնալով ավելի է ծանրացնում իրավիճակը մենք ռազմավարության մեջ 2022-2026 թվականին նույնիսկ ունենք մի քանի ամրագրումներ, թե այսպես պրոբոնո հարթակի, պրոբոնո համակարգի ներդրման, թե ընդհանրապես հանրային պաշտպանության, որոնք միտված են հենց այդ ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն, մինչդեռ գործնականում իրավիճակը ավելի վատ է։ Եթե 2022 թվականին հանրային պաշտպանի գրասենյակը վարել է 11100 եւ մի քիչ ավել գործ, ապա 2024 թվականին արդեն գործերի քանակը հասել է 23000-ի եւ նույնիսկ 23000-ից ավելի, այսինքն կրկնակի ավելացել է գործերի քանակը։ Դա պարզապես թվեր չեն, դա մարդկանց աշխատաժամանակն է, ծանրաբեռնվածությունն է եւ այդ ընթացքում հանրային պաշտպանների հաստիկները ավելացել են ընդամենը 13%-ով, այսինքն 100%-ով աճել են գործերի քանակը, հաստիկների քանակը աճել է ընդամենը 13%-ով։ Մենք ունենք այս պահին 60 քրեական մասնագիտացմամբ հանրային պաշտպան եւ նախորդ տարի օրինակ մեկ հանրային պաշտպանը վարել էր 400-ից ավելի գործ։ Դա սարսափելի թիվ է։ Եվ եթե մեկ այս պահին յուրաքանչյուր հանրային պաշտպանի մոտ վերցնենք, թե ինչքան վարույթ կա այս պահին իր վարույթում, միաժամանակ 160 վարույթ կա։ Եվ որպեսզի այտենց պատկերավոր հասկանանք դա ինչ թիվ է, ընդհանրապես ամիսը ունի միջինում 21 աշխատանքային օր։ 21 աշխատանքային օրը դա 168 աշխատանքային ժամ է։ Մենք ունենք 168 աշխատանքային ժամ եւ 160 քրեական գործ։ Այսինքն մեկ հանրային պաշտպանը մեկ գործին կարող է տրամադրել առավելագույնը 1 ժամ։ Մինչդեռ պետք է հասկանանք, որ հանրային պաշտպանը մասնակցում է նիստերի, քննչական գործողությունների, որոնք վստահաբար 1 ժամ չեն տևում, մասնակցում է նույն ամսում 1 քննչական գործողություն կամ 1 դատավարական գործողություն չի իրականացում, հանրային պաշտպանները բողոքներ պիտի գրեն, փաստաթղթեր պիտի կազմեն, այդ նյութերին պիտի ծանոթանան, գործին ընդհանրապես պիտի ծանոթ լինեն։ Բնականաբար սրա պատճառով վտանգի տակ է հայտնվում տրամադրվող իրավաբանական օգնության որակը։ Իհարկե մեր հանրային պաշտպանները անձնազոհ ես կարող եմ ասել եւ իրենց պրոֆեսիոնալիզմի հաշվին, իրենց բարեխիղճության հաշվին ապահովում են այդ իրավաբանական օգնությունը որակյալ, բայց դա այսպես ընդունելի չի։ Դա չպիտի լինի բացառապես հանրային պաշտպանի այսպես բարեխիղճության կամ նրա ինքնազոհության հաշվին կամ այսպես իր գործին պարզապես հավատարիմ լինելու, իր առաքելությանը հավատարիմ լինելու հաշվին։ Մենք պիտի ունենանք բավարար պայմաններ, պատշաճ պայմաններ, որպեսզի կարողանանք ապահովել որակյալ իրավաբանական օգնություն։ Ինչ ունենք դրան հակառակ, մենք 2024 թվականի համեմատ 2025 թվականին ունենք 11 հաստիկների կրճատում։ Այսինքն գործերը ավելանում են, կրկնակի աճով ավելանում են 2 տարվա մեջ, ամեն տարի 50% ավելանում է, բայց մենք 2025 թվականին ունենք 11 հաստիկի կրճատում։ Ընդհանրապես անտրամաբանական եւ անընդունելի այսպես մոտեցում է սա, որի մասին մենք պարբերաբար խոսում ենք, նաեւ սա շատ լավ առիթ է դրա մասին
ներկայացնելու, իսկ դրանից բնականաբար տուժում է քաղաքացին։ Եթե մենք համարենք, որ սա խնայողություն է պետության, ապա սա խնայողություն է քաղաքացու եւ մանավանդ խոցելի խմբերի այսպես անձանց իրավաբանական օգնության հասանելիության համար։ Այլ կերպ ասած, մենք այս անձանց համար պարզապես խնայում ենք գումար, որպեսզի այս մարդիկ չունենան հասանելիություն իրավաբանական օգնությանը։